Արդյոք դու ես քո մտքերի տերը, թե քո մտքերն են քո տերը։ Մտքեր կան, որոնք գալիս են եւ գնում են, բայց մտքեր էլ կան, որոնք գալիս են եւ մնում են, որոնք անկոչ հյուրի պես առանց հրավերքի եւ աներես համառությամբ գալիս եւ տեղավորվում են քո մեջ, բնավորվում են քո մեջ եւ չեն ուզում քեզանից հեռանալ։ Այդ դրանց անվանում են կպչուն մտքեր։ Երբեմն դրանք մեղքի զգացում են, երբեմն վախ ապագայի հանդեպ, երբեմն դրանք մտապատկերներ են, հիվանդության վերաբերյալ անհանգստություններ, անհիմն տագնապներ, այլ մտատանջություններ։ Դրանք սողոսկում են ներս եւ դառնում են ձայն, հիշողություն, տպավորություն։ Երբեմն այդ ձայնը այնքան բարձր է, որ դու չես կարողանում լռեցնել ոչ երաժշտությամբ, ոչ կողմնակի այլ աղմուկներով։ Դրանք հնչեղ են, դրանք տագնապեցնող են, դրանք քեզ թալանում են եւ գողանում են քո ուշադրությունը եւ քեզ թալանում են քո խաղաղությունից։ Այսօր մենք խոսենք կպչուն մտքերի մասին։ Կտեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում կպչուն մտքերը եւ որոնք են այն 7 աստվածաշնչյան եւ հոգևոր եւ գործնական քայլերը, որոնք մենք կարող ենք գործադրել ձեռբազատվելու այդ մտքերից։ Սիրելի ընկերներ, նախ շնորհակալ եմ, որ դուք արդեն տևական ժամանակ է հետևում եք այս տեսանյութերին եւ շատ ակտիվ մասնակցում եք։ Մենք կարծես մի համայնք ենք դարձել, մի ընտանիք, միմյանց քաջալերելով, միմյանց հուսադրելով, սա իսկապես հրաշալի է։ Եվ եթե նման նյութերը ձեզ օգտակար են, ապա կխնդրեմ, որ չմոռանաք ձեր լայքի նշանը դնել, սեղմել հավանելու կոճակը, որպեսզի այս տեսանյութը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի դառնա եւ դրանով շատ ավելի մեծ թվով մարդիկ օրհնվեն եւ շինություն ստանան։ Դուք պարտավոր չեք դա անել, բայց ամեն դեպքում շնորհակալ կլինեմ, եթե մասնակից լինեք այս բարի գործին։ Մեկնաբանության մեջ կարող եք գրել, թե դուք ինչպես եք հաղթահարում կպչուն մտքերը, որովհետև կարող է ձեր փորձառությունը թե ինձ համար եւ թե մյուս դիտողների համար օգտակար լինեն։ Շնորհակալություն ձեր աջակցության համար։ Իսկ հիմա շարունակենք։ Ինչ են կպչող մտքերը։ Դրանք տագնապեցնող մտքեր են, որոնք հաճախ առաջանում են առանց որևէ իրական հիմքի։ Դրանք փորձում են մեր ուշադրությունը կենտրոնացնել վախերի, հիվանդությունների, պատահարների, մեղքի, ամոթի կամ այլ քայքայիչ եւ բացասական բաների վրա։ Թեպետ հոգեբանության մեջ դրանց անվանում են կպչուն մտքեր, ես դրանց անվանում եմ տիզ։ Տիզը իրականում հապավում է տանջող, ինքնաբուխ զառանցանքներ։ Առաջինը դրանք տանջող են, երկրորդ դրանք ինքնաբուխ են, դրանք քո հետ կապ չունեն եւ երրորդ դրանք զառանցանքներ են, դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Պատկերացնում եք, մարդը մեկ օրվա ընթացքում մինչև 60,000 մտքեր է ունենում։ Չէ, դուք մենակ պատկերացրեք 60,000 մտքեր, որոնք գալիս են եւ գնում են, որոնք անցնում են մեր ուղեղով։ Եվ հենց այդ 60,000 մտքերից որոշները համառորեն ոչ միտեղ չեն գնում, տեղավորվում են մեր մեջ եւ մեզ սկսում են տանջել, հենց դրանք էլ կպչուն մտքերն են։ Կան չէ ճանճեր, որոնք համառորեն տզի պես կպնում են քեզ եւ պոկ չեն գալիս, հատկապես առավոտյան ժամերին, երբ որ քաղցր քնած ես եւ մի ճանճ տզոցով ականջի տակ անընդհատ անցնում է, դառնում է, հետո գալիս է քթիդ վրա է նստում, հետո որքան իրեն քշում ես, գնում է եւ նորից է վերադառնում, նորից է ականջի տակ տզում, նորից է քթիդ վրա նստում։ Այսա այն պատկերն է, որը մեզ պատկերավոր ձևով օգնում է հասկանալ, թե ինչպիսին են այդպիսի կպչուն մտքերը, նրանք դրսից գալիս են, նրանք հրավիրված չեն, նրանք երբեմն այո զզվելի են եւ կպնում են մեզ, տիզ են, տանջող ինքնաբուխ զառանցանքներ են, որոնց պետք է վանել եւ մենք կտեսնենք, թե ինչպես։ Ինչ է ասում Աստվածաշունչը նման մտքերի մասին։ Իհարկե, եթե այդ մտքերը ճանճի պես լինեին, մենք կարող ենք դրանց քշել, հեռացնել մեզանից, բայց Աստվածաշունչն ասում է, որ այդ մտքերը ինչ որ մի աղբյուրից են գալիս։ Եկեք միասին բացահայտենք այդ աղբյուրը։ Եփեսացիներին 6:16 համարում Պողոս առաքյալը մի բացահայտող խոսք է մեզ փոխանցում։ Հավատի վահանն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել
Տեսեք, առաքյալն ասում է, որ չարը ունի զենք, եւ այդ զենքը կոչվում է նետ, եւ այդ նետը կրակոտ նետ է։ Հնում, երբ ցանկանում էին խոցել հակառակորդի թիրախը, գործածում էին նետ, իսկ երբ ցանկանում էին հրդեհել այդ թիրախը, ապա այդ նետի ծայրը հրդեհում էին, արդյունքում թիրախը խոցվում էր եւ հրդեհվում էր։ Հիմա Պողոս առաքյալը այդ մտքերը համեմատում է նետերի հետ, թռչող նետերի հետ, որոնք ոչ միայն թռչում են, նաեւ կրակոտ են եւ խոցում են։ Եվ պատկերացրեք, երբ սատանան թիրախավորում է ինչ-որ մեկին, նա կրակոտ նետեր է արձակում նրա ուղղությամբ։ Այդ նետերը թռչում են օդից։ Երբեմն մարդիկ ասում են, «Այս միտքը որտեղից եկավ եւ ինձ կպավ»։ Կարծես օդից եկավ եւ խոցեց ինձ։ Եվ բավական չէ, որ այդ նետերը մեզ խոցում են, վիրավորում են, թուլացնում են մեզ, նաեւ հրդեհում են մեր գիտակցությունը, բորբոքում են մեր հույզերը, մեր հիշողությունները, անկում է ապրում մեր տրամադրությունը, մի խոսքով այդ նետերը կրակոտ նետեր են, ասում է Աստվածաշունչը։ Նաև այն ժամանակ, երբ որ ուզում էին թիրախին թուլացնեին, միանգամից խոցելի դարձնեն, նրանք նետի ծայրը թունավորում էին եւ միանգամից կարողանում էին իրենց թիրախին չեզոքացնել։ Հետևաբար սատանան կարողանում է թե կրակոտ եւ թե թունավոր նետերով խոցել մեզ, թունավորել մեզ եւ բորբոքել մեր ամբողջ ներաշխարը։ Դա հենց այն է, ինչ կատարվում է կպչուն մտքերի հետ։ Դրանք կպնում են մեզ, դրանք հրդեհում են մեզ, դրանք թունավորում են մեզ։ Հիմա եկեք տեսնենք, թե ֆիզիկական եւ մտավոր ու հուզական առումով այդ մտքերը ինչ վնաս կարող են պատճառել մարդուն։ Նախ ուզում եմ խոսել մի շղթայի մասին, որը բաղկացած է 3 օղակներից։ Դա միտքն է, հույզն է եւ վարքն է։ Կրկնեմ նորից. միտք, հույզ եւ վարք։ Սկզբից միտքն է եւ միտքը ինքն իրենով նյութեղեն չի կարող բռնվել, չի կարող շոշափվել, բայց երբ որ այդ մտքին կցվում է հույզը, զգացմունքը, երբ որ այդ միտքը սկսում է զինվել, սկսում է լիցքավորվել մեր հույզերով, այն ուղղորդում է մեր վարքը, այն պայմանավորում է մեր վարքը։ Հետևաբար մեր նպատակը, մեր գործը պետք է լինել այս շղթան կտրել, որպեսզի միտքը մեր մեջ հույզեր չարտնացնի եւ մեր հույզերով չկարողանանք լիցքավորել այդ միտքը, հակառակ դեպքում մեր վարքը պայմանավորված կլինի այդ մտքերով։ Ուրեմն առաջին, որ կարող են կպչուն մտքերը պատճառել մեզ, առաջին վնաս հետևյալն է. մարդը մտավոր եւ ֆիզիկական հյուծման է ենթարկվում, նա թուլանում է, հյուծվում է, մի տեսակ անհավես վիճակ է առաջանում նրա մոտ։ Երկրորդ, մարդկային հարաբերությունների խաթարում եւ խանգարում է տեղի ունենում։ Կպչուն մտքերը թույլ չեն տալիս, որ մարդը ազատ եւ անկաշկանդ հաղորդակցվի մյուսների հետ։ Երրորդ, կենտրոնանալու անկարողություն է առաջանում մարդու մոտ։ Մարդու կենտրոնացման կարողությունը անկում է ապրում, չի կարողանում կենտրոնանալ ինքն իր վրա, չի կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա, հանձնարարության վրա, խնդրի վրա, անդադար մտածրիվ վիճակ է նրա մոտ առաջանում։ Չորրորդ վնասը, որ տալիս են մեզ կպչուն մտքերը, դա ինքնադատապարտությունն է եւ շարունակական մեղավորության զգացումը։ Մարդը անընդհատ սկսում է ինքն իրեն խարազանել, իրեն դատապարտել, արդյունքում կորցնում է իր խաղաղությունը։ Եվ հինգերորդ, մարդու մոտ ապագայի հանդեպ անվստահություն եւ վախ է առաջանում։ Բա որ, իսկ եթե հանկարծ անընդհատ նման տեսակի մտքերը շրջանառվում են նրա մոտ եւ նրան զրկում են ապագայի հանդեպ լավատեսությունից, հետեւաբար մարդը այլևս ձգտում չի ունենում, որևէ ցանկություն չի ունենում գնալ առաջ, նրա մոտ ամեն բան մեռած է, ապագան անորոշ, ներկան անհրապույր եւ ոչ մի ձգտում նրա մոտ այլևս չկա։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը, մասնավորապես Տեր Հիսուս Քրիստոսը այս խնդրի հետ կապված։ Դուք գուցե զարմանաք եւ ասեք, միթե Աստվածաշունչը որևէ բան ասում է կպչուն մտքերի մասին։ Իրականում Աստվածաշունչը կյանքին վերաբերող ցանկացած խնդիրների մասին ունի լուծում եւ պատասխան։ Եկեք հիմա նայենք, թե Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի 25-րդ խոսքում Տեր Հիսուսն ինչ ասաց։ Դրա համար էլ ասում եմ ձեզ, հոգս մի արեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք,
չէ որ կյանքն առավել է քան կերակուրը եւ մարմինն առավել է քան հագուստը։ Իսկ 34 խոսքում նույն գլխի Տեր Հիսուսը հետևյալն ասաց. Արդ վաղվա մասին հոգս մի արեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը, յուրաքանչյուր օրվա հոգսերը ինքնին բավական են։ Տեսեք, Տեր Հիսուս Քրիստոսը շատ գործնական խորհուրդ է տալիս մեզ. հոգս մի արեք։ Այս հոգս մի արեքը չի նշանակում, որ մենք չպետք է պլանավորենք մեր վաղվա օրը, չպետք է մտածենք, չպետք է վերլուծենք մեր քայլերը, ամենևին դրա մասին չէ։ Այս հոգս բառը, որ գործածվում է ավետարանում, հունարեն մերիմնաո բառն է, որն իրականում նշանակում է անհանգստանալ, տագնապել, շփոթվել, մտատանջվել։ Տեսեք Տեր Հիսուս Քրիստոսը ինչ գործնական է այս առումով։ Մի մտատանջվիր, մի տագնապիր, մի շփոթվիր վաղվա հետ կապված, եւ նա խորհուրդ է տալիս մեզ կամ կարգադրում է կենտրոնանալ այսօրվա մեր անելիքների վրա։ Նորից կարդամ. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են։ Այսինքն, երբ որ դու կատարես քո օրվա հանձնարարությունը, երաշխավորված է, որ որոշ առումով վաղվա հետ կապված մեր հարցերը մենք լուծում ենք եւ այդ հարցերը լուծում ենք այսօր։ Իսկ կպչուն մտքերը թույլ չեն տալիս, որ մենք կատարենք այսօրվա մեր հանձնարարությունները, որովհետև անդադար մեզ մղում են նայել առաջ տագնապով, մտածել վաղվա մասին եւ մարդու մոտ ցանկության անկում է արձանագրվում։ Դե եթե վաղը այդպիսին է լինելու, եթե ապագաս այդպիսին է լինելու, ապա ինչ իմաստ ունի հիմա սովորեմ, ինչ իմաստ ունի հիմա ջանք գործադրեմ, փոխվեմ, որոշ հարցերում զուսպ լինեմ, հետևողական լինեմ իմ առողջությանը, եթե վաղը այդպիսի ճակատագիր է ինձ սպասվում։ Ուրեմն նորից Տեր Հիսուսը շատ հստակ մեզ խորհուրդ է տալիս վաղվա օրվա հոգսը թողել վաղվա օրվան եւ կենտրոնանալ այսօրվա մեր անելիքների վրա։ Իսկ Պողոս առաքյալը եւս մի կարևոր եւ գործնական խորհուրդ է տալիս մեզ մտատանջությունների եւ կպչուն մտքերի հետ կապված։ Տեսեք Փիլիպեցիներին 4 գլխի 6-րդ համարում ինչ է գրում. ոչինչի համար մի մտահոգվեք։ Տեսեք սա այդ նույն մտատանջվել, շփոթվել, տագնապել բառներ, որ Տեր Հիսուսն ասաց։ Ոչինչի համար մի մտահոգվեք։ Եվ այստեղ վերջակետ դրված չի, ստորակետ է դրված։ Կա շարունակություն, լսենք ուշադիր։ Այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով եւ գոհությամբ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Ուրեմն տեսեք ինչ գործնական խորհուրդ է, սա կրոնական ծես չի, սիրելիներ։ Սա օդի մեջ ասված խոսք չի, սա շատ գործնական եւ արդյունք հետապնդող խորհուրդ է։ Ոչինչի համար հոգս մի արեք, մի մտատանջվեք, այլ ձեր բոլոր հոգսերը աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով հայտնի դարձրեք Աստծուն։ Տեսեք, երբ որ մենք ունենք կպչուն մտքեր, երբ որ մենք ունենք մտատանջություններ, դրանք մեր ներսում են շրջանառվում։ Ներքին ձայնի միջոցով, ներքին պատկերների միջոցով։ Բայց Պողոս առաքյալը մեզ խորհուրդ է տալիս մեզանից դուրս հանենք դրանք, լույսի մեջ բերենք, Աստծո ներկայության մեջ բերենք, Աստծո հետ խոսենք մեր հոգսերի մասին, մեր մտատանջությունների մասին։ Օրինակ, եթե ինչ-որ մի կպչուն միտք ունեք, բերեք Աստծո ներկայության մեջ եւ ասեք. Տեր, այսպիսի միտք կա, որը ինձ տանջում է, եւ ես ուզում եմ հիմա աղաչանքով, աղոթքով այդ միտքը ներկայացնել քեզ։ Եվ այն պայծ սկսած, երբ որ լուսաբանում ենք այդ կպչուն մտքերը, գիտեք, տզերը, ես արդեն խոսացի, որ դրանք տիզ են, լույս չեն սիրում, դրանք խավարասերներ են, եւ երբ որ լույս է սփռվում դրանց վրա, դրանք փախչում են մեզանից։ Հիմա տեսեք արդյունքը ինչ կլինի, եթե մենք այդպես վարվենք։ 7-րդ համարում, հաջորդ համարում խոստում կա, շատ իրագործելի խոստում է սա։ Ասում է, եթե դուք այդպես վարվեք, Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, իսկապես գեղեցիկ է, չէ՞ սահմանված, Աստծո խաղաղությունը ամեն մտքից, ամեն պատկերացումից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Մենք շատ ենք փափագում ունենալ Աստծո խաղաղությունը, ոչ թե մարդկային խաղաղությունը, այլ Աստծո, բայց ճանապարհն այսպիսին է։ Երբ որ մենք մեր հոգսերը, մեր վախերը, մեր ցավերը, մեր կասկածները, մտատանջությունները, կպչուն մտքերը ներկայացնում ենք Աստծուն, պատմում ենք, կիսվում ենք, խոստովանում ենք,
Աստված էլ իր խաղաղությունն է մեզ շնորհում, որը ամեն մտքից վեր է։ Այդ դա է պատճառը, որ շատ մարդիկ ասում են, երբ որ աղոթեցին, հենց հանգստություն եկավ, այնպիսի մի խաղաղություն եկավ։ Բարեկամներ, սա ինքնաներշնչանք չէ, սա իրականություն է, սա Աստծո խոսքի գործուն ուժն է։ Հիմա, հիմնվելով այս ավետարանական ճշմարտությունների վրա, ցանկանում եմ ձեզ 7 գործնական խորհուրդ եւ քայլ առաջարկել, ինչպես վերջ-վերջո ձերբազատվել այդ կպչուն մտքերից։ Ուրեմն առաջին, ճանաչիր եւ անուն տուր այդ մտքերին։ Ճանաչիր եւ թղթին հանձնիր դրանք։ Այն պահից, երբ բացասական մտքերը ձեր ուղեղից վերցնում եք եւ հանձնում եք թղթին, դրանք կորցնում են իրենց ազդեցությունը եւ իշխանությունը։ Երկրորդ, կասկածի տակ դիր այդ մտքերը։ Հարցեր տուր անդադար, արդյոք այս մտքերը ճշմարիտ են։ Վերջ-վերջո մտքերը փաստեր չեն։ Մտքերը կարող են եւ անիրական լինել։ Երրորդ, գերեվարիր այդ մտքերը։ Հիշում եք, իմ նախաբանը հարցով սկսվեց։ Արդյոք դուք եք ձեր մտքերի տերը, թե ձեր մտքերն են ձեր տերը։ Մենք ունենք հնարավորություն գերի բռնել այդ մտքերը։ Տեսեք, երկրորդ Կորինթացիներին 10-4 համարից Պողոս առաքյալը ինչ է գրում։ Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով, բերդեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը։ Տեսեք, մենք մարմնավոր մեթոդներով չենք կարող ոչ նյութեղեն մտքերի դեմ կռիվ տալ։ Ոչ մի ձև հնարավոր չէ։ Եվ Աստծո խոսքը հենց այդպես էլ ասում է, մեր զենքերը մարմնավոր չեն, բայց դրանք զորավոր են Աստծով, եւ դրանք նախատեսված են բերդեր քանդելու համար։ Կհարցնեք, ինչ բերդերի մասին է խոսքը։ Սրանք այն բերդերն են, որոնք կառուցված են մեր մտքում, որոնք կառուցել է թշնամին մեր մեջ, որոնք գուցեև մենք ենք կառուցել, սատանան մատակարարել է շինանյութը եւ մենք կառուցել ենք, եւ այդ բերդերը մեր նախապաշարումներն են, մեր կասկածներն են, վախերը, տագնապները, որոնք կառուցվել են մեր մեջ, եւ առաքյալն ասում է, որ Աստծո սպառազինությամբ մենք կարող ենք այդ բերդերը քանդել մեր մեջ։ Եվ ասում է, մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը։ Տեսեք, այդ կպչող մտքերը նաև ծածուկ մտքեր են, դրանք թաքնվում են մեր մեջ։ Եվ մենք վախենում ենք դրանց մասին խոսել, բայց հիշեք, ես ձեզ ասացի, այն պահից, երբ սկսում եք բացահայտել եւ բարձրաձայնել այդ մտքերի մասին, դրանք կորցնում են իրենց ուժը։ Շարունակում է եւ ասում է. «Եվ ամեն բարձունք, որ Աստծո գիտության դեմ է գոռոզանում, գերի ենք վերցնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»։ Գերի ենք վերցնում ամեն միտք։ Սա շատ կարևոր ճշմարտություն է եւ հասկացություն է, որին մենք պետք է տիրապետենք։ Աստծո խոսքը մեր զենքն է։ Եվ սպառազինված այդ զենքով մենք մարտնչում ենք թշնամու զենքերի դեմ։ Աստծո մտքով մենք մարտնչում ենք դրսի մտքերի դեմ։ Նույն Պողոս առաքյալը նաև ասում է, որ մենք Քրիստոսի միտքն ունենք։ Հետևաբար ցանկացած միտք, որ քայքայիչ է եւ դրսից է գալիս, Քրիստոսի մտքով կարող ենք հակառակվել, պատերազմել, քանդել, խորտակել, գերի վերցնել եւ հնազանդեցնել Քրիստոսին։ Չորրորդ խորհուրդը, որ ուզում եմ ձեզ փոխանցել, հետեւյալն է. բարձրաձայն կարդա Աստվածաշունչ եւ բարձրաձայն աղոթիր։ Ինչու բարձրաձայն, որովհետեւ դու ինքդ կարիք ունես լսել քո ձայնը։ Կարդա Աստվածաշունչը, բայց բարձրաձայն կարդա, որովհետև գրված է, որ հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Հետևաբար շատ կարևոր է, որ քո լսելիքներով դու լսես Աստծո խոսքը, քո գիտակցությունը ֆիքսի, քո հիշողության մեջ մնա, որպեսզի այն շրջանառվի քո մեջ։ Հետևաբար կպչուն մտքերը հաղթահարելու եւ դրանց պարտություն մատնելու մի շատ կարևոր խորհուրդ՝ բարձրաձայն կարդա եւ աղոթիր։ 5-րդ խորհուրդը կպչուն մտքերից ձերբազատվելու համար շարժվիր եւ քայլիր։ Ընդհանրապես կպչուն մտքերը սիրում են պասիվություն եւ նման մտքերով տառապող անձնավորությունները մեկուսացած են, չեն սիրում մարդկանց հետ հաղորդակցվել, չեն սիրում ֆիզիկական ակտիվություն, անհավես վիճակի մեջ են, անտրամադիր են։ Ուրեմն իրենց հաղթելու ամենալավ տարբերակներից մեկը անել այն, ինչ այդ կպչուն մտքերը չեն սիրում, որ դու անես։ Սկսիր շարժվել, ֆիզիկապես ակտիվ եղիր, հատկապես քայլելը,
շատ օգտակար է։ Քայլիր եւ մտածիր, քայլիր եւ շնչիր, արտաշնչիր, քայլիր եւ վայելիր օդը, վայելիր եղանակը, Աստծո ներկայությունը, վստահեցնում եմ, փորձված է, դա մեծ օգուտ է տալիս մարդուն։ 6-րդ խորհուրդը. այդ կպչուն մտքերը փոխարինիր ճշմարտությամբ։ Հովհաննեսի ավետարան 8-րդ 32 Տեր Հիսուսն ասաց. կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Շատ կարևոր է, որ այդ մտքերը փոխանակվեն Աստծո խոսքի մտքերով եւ ճշմարտությամբ։ Իհարկե այդ մտքերը սուտ են, հետեւաբար մենք չպետք է ստին հավատանք եւ սուտը պետք է փոխարինենք ճշմարտությամբ։ Ուրեմն հիշիր այս խորհուրդը, կարևոր է, փոխարինիր այդ մտքերը ճշմարտությամբ։ Եվ վերջին 7-րդ խորհուրդը. խոսիր եւ հաղորդակցվիր վստահելի մարդկանց հետ։ Իհարկե ամեն մեկի հետ չես կարող քո մտքերը կիսել եւ բաժնեկցել, բայց կարող ես գտնել վստահելի մարդկանց, որոնց հետ կարող ես խոսել, անկեղծանալ, խոստովանել, մի պահիր քո մեջ, բացվիր, կիսվիր, պատմիր։ Այս մտքերը, ինչպես արդեն ասացի, խավարասերներ են, նրանք չեն սիրում, երբ որ լույս է սփռվում նրանց վրա, բայց երբ որ դու պատմում ես եւ բարձրաձայնում ես, դա առաջին քայլն է նրանց պարտության եւ նրանցից ձերբազատվելու։ Կպչուն մտքերը պատերազմում են քո դեմ։ Նրանք գալիս են, որ գողանան քո խաղաղությունը, կրծեն քեզ ներսից, թուլացնեն, հյուծեն քեզ, բայց պարտադիր չի, որ պարտվես այդ պատերազմում։ Մենք ունենք սպառազինություն, մենք ունենք ամենահզոր զենքը, Աստծո խոսքը, աղոթքը, հույսը, հավատը, հետևաբար կարող ենք գործադրել այդ զենքերը։ Այնպես չի, որ երբեք կպչուն մտքեր մենք չենք ունենա։ Մեկը ասել է, որ մենք չենք կարող ագռավներին արգելել, որ չթռչեն մեր գլխի վրայով եւ չկրկռան, բայց կարող ենք արգելել ագռավներին, որ բույն չդնեն մեր գլխի վրա։ Սա կարևոր ճշմարտություն է։ Մտքերը կգան եւ մտքերը կգնան, բայց նրանք չպետք է մնան մեր մեջ։ Մենք չպետք է նրանց հրապուրենք, հյուրասիրենք, տեղավորենք մեր ներսում, պայմաններ ստեղծենք նրանց համար, բնավ։ Երբեմն պետք է նաեւ արհամարենք։ Հիշեք Տեր Հիսուս Քրիստոսի խորհուրդը, հակիրճ ասաց, ինչ ասաց Հիսուսը, ինչ անենք, որ ազատվենք, այսինքն ոչինչ։ Նա ասաց հոգս մի արեք։ Մենք շատ անգամ մտածում ենք, ահա սա պիտի անեմ, հետո նա պիտի անեմ, հետո այն մեկը պիտի անեմ։ Տեր Հիսուսն էլ հակառակն ասաց, ոչինչ մի արա, այսինքն մի մտածիր դրանց մասին, տեղ մի տուր, մի թույլ տուր, որ դրանք քո մեջ շրջանառվեն, մի հյուրասիրիր դրանց, մի պահիր, մի զրուցիր նրանց հետ, արհամարիր, անտեսիր։ Հակոբոս առաքյալն էլ ասաց, հակառակ կանգնեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Նա չի ասում, որ ըմբշամարտի մեջ մտեք սատանայի հետ, հակառակ կանգնեք, անտեսեք, մի կենտրոնացեք նրա վրա, մի ականջ դրեք նրա ասածներին, այդ ժամանակ կտեսնեք, որ նրանք երկար ժամանակ չեն մնա քո մեջ, այլ կհեռանան քեզանից։ Մի անգամ դասարանում ուսուցչուհին հեգնեց հավատացյալ մի աշակերտուհու եւ ասաց. «Մարիամիկ, դե ասա ինձ խնդրեմ, եթե դու այդքան հավատում ես Հիսուսին, բա եթե սատանան գա եւ քո սրտի ու մտքի դուռը թակի, այդ դեպքում ինչ կանես»։ Երեխան շատ սրամիտ պատասխան տվեց եւ ասաց. «Հիսուսին կասեմ, որ դուռը բացի»։ Արդեն կարող եք երևակայել, թե ինչ կլինի։ Հետևաբար, երբ որ նման կպչուն մտքերը գալիս են, լավ հիշեք, ձեր ներսում ապրում է Աստծո Որդին, Հիսուս Քրիստոսը, եթե իհարկե հասցրել եք ձեր կյանքն ու սիրտը նրան նվիրաբերել եւ նրան հրավիրել ձեր կյանք։ Եթե նա ձեր մեջ է, ապա նա է ձեր դուռը բացողը եւ փակողը, եւ եթե նման տագնապներ եւ անհանգստություններ են գալիս ու անգամ եթե Հիսուսը դուռը բացի, նրանք բնականաբար ներս չեն գա։ Իմ հորդորը սա է. Հիսուսին տեղ տուր քո ներսում, կպչուն մտքերը այլևս տեղ չեն ունենա։ Աստծո խոսքով լցվիր եւ Աստծո հոգով լցվիր եւ ոտքի տեղ չի ունենա թշնամին քո մեջ։ Կասկածները, վախը, նախանձը, տագնապները,
բոլոր տեսակի անհանգստացնող եւ քայքայող մտքերը նրանք պարզապես հոդս կցնդեն եւ կանեանան, որովհետեւ Աստծո ներկայությունը եւ դրանց ներկայությունը անհամատեղելի են։ Հետևաբար ականջ դնենք այս խորհուրդներին եւ հնազանդվենք նաեւ Հիսուսի հորդորին, կենտրոնանալ այսօրվա մեր անելիքների վրա եւ վաղվա օրվա հետ կապված վստահել Աստծուն։ Իսկ հիմա եկեք աղոթենք։ Մեր երկնային Հայր, շնորհակալ եմ քեզանից, որ դու հոգ ես տանում մեր մասին, մեր ներկայի եւ մեր ապագայի, անգամ դու հոգ ես տարել մեր անցյալի վերաբերյալ, մաքրելով եւ ջնջելով մեր անցյալի բոլոր մեղքերը եւ հանցանքները։ Այն պահից, երբ քեզ Տեր եւ Փրկիչ ընդունեցինք, դու դարձար մեր երաշխավորը։ Քո որդի Հիսուս Քրիստոսն ասաց, որ մեր գլխի բոլոր մազերը հաշված են եւ նաեւ ասաց, որ տերևը անգամ ծառից չի ընկնի առանց մեր հոր գիտության։ Շնորհակալ եմ քեզանից, որ դու այդքան ուշադիր ես մեր հանդեպ, հետևողական ես, նրբանկատ ես, տեղյակ ես։ Ուրեմն աղոթում եմ, որ օգնես ինձ ավելի վստահել քեզ եւ ազատիր ինձ բոլոր կպչուն մտքերից, քո խոսքի եւ քո հոգու ներգործությամբ ազատիր իմ միտքը եւ լցրու իմ միտքը կյանքի մտքերով, դրական, կենսատու մտքերով, Քրիստոսի մտքով։ Սպառազինիր ինձ Աստծո խոսքով եւ այն փրկության հույսի սաղավարտով, որը հակառակ է կենում չարի բոլոր հնարքներին։ Տուր ինձ այն հավատքի վահանը եւ զրահապատիր ինձ, որ թշնամու կրակոտ նետերը չկարողանան խոցել ինձ։ Եվ ես հիմա աղոթքով եւ աղաչանքով եւ ամենայն գոհությամբ իմ բոլոր խնդիրները քեզ եմ ներկայացնում։ Շնորհակալություն եմ հայտնում, որ դու իմ Աստվածն ես, հոգատար եւ ուշադիր։ Եվ ընդունում եմ քո խաղաղությունը եւ հանգստությունը իմ մտքի մեջ, իմ զգացմունքների մեջ եւ իմ ներաշխարհի մեջ։ Շնորհակալ եմ։ Ամեն։